Թուրքիայի արդեն երկրորդ երբեմնի հայկական քաղաքի կրթօջախում մահերով ավարտված կրակոցներ են հնչում։ Քահրաման Մարաշ, նախկին Մարաշ նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 1 ուսուցիչ և 3 աշակերտ։ Ավելի ուշ մահերի թիվը հասել է 5-ի, ինքնասպան է եղել հարձակվողը, 20 հոգի վիրավորվել է։ Կրակոցներն արձակել է դպրոցի աշակերտը, իսկ 3 նմանատիպ ողբերգական միջադեպ էր գրանցվել նաև Շանլիուրֆա, երբեմնի Եդեսյա նահանգում։ Այստեղ գրանցվել էր 1 մահ և 18 վիրավոր։ Մահացածը ինքնասպան եղած նախկին աշակերտ էր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։ Վեհաժողովի շրջանակում խորհրդարանի ղեկավարը կարճատև շփումներ և հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Մասնավորապես տարածված լուսանկարները փաստում են, որ Ալեն Սիմոնյանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Հատկանշական է, որ ավելի վաղ Սիմոնյանը կանխատեսել էր Մատվիենկոյի հետ հնարավոր հանդիպումը հենց Ստամբուլյան վեհաժողովի ընթացքում։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին։ Դատական նիստի ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգի իր բառերով բոլոր ապօրինություններն ուղղված են իր և իր ընտանիքի դեմ, որ կանխեն ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը։ Բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք ուժեղ Հայաստան ունենալու ենք, ասել է Կարապետյանը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել, պահանջելով վերացնել Կարապետյանի տնային կալանքը, որպեսզի նա կարողանա մասնակցել կուսակցության առաջիկա համագումարներին և նախընտրական գործընթացներին։ Զուգահեռաբար դատարանի բակում իրավիճակը կտրուկ լարվել է, ոստիկանների և Կարապետյանի աջակիցների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, ինչի հետևանքով 17 քաղաքացի բերման է ենթարկվել։ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը հավելյալ փաստարկներ է ներկայացրել, ընդգծելով, որ տնտեսական հանցագործությունների մասով հիմնավոր կասկածը բացակայում է, իսկ մեղադրանքի մի մասը հիմնված է սոսկ եկեղեցու պաշտպանությանն ուղղված կոչի վրա։ Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ Կարապետյանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է ռեկորդային 4 միլիարդ դրամի գրավ և հայտարարել է, որ իրենք պատրաստ են այն ավելացնել ևս 400 միլիոնով խափանման միջոցը փոփոխելու դիմաց։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները պարբերաբար դրժում են իրենց խոստումները և լինելով իրական պատերազմի կուսակցությունը փորձում են խոչընդոտել ուժեղ Հայաստանի գրանցմանը, վախենալով առաջիկա ընտրություններում սպասվող պարտությունից։ Նա ուժեղ Հայաստանի 17 անձանց ձերբակալությունները որակել է որպես իշխանությունների կողմից ուղղորդված սադրանք նպատակաուղղված ընդդիմադիր գործիչների դեմ։ Այսօր եւ ամեն օր մեր շարժման անդամներին զանգարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի կմտածեմ այդ մարդուն գլխին ինչ-որ բան սարքել։ Տիկին Ղումաշյանը խոսացել է 104-ամյա պատերազմի վետերանի կնոջ հետ։ 104-ամյա, որին հարցաքննել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի կնոջ հետ։ Ում ծնունդները, առիթները 5 տարի է, նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է, այսքան տարի։ Եվ 105-104-ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի, ոչ ընտրության հետ, չգիտենք, քաղաքացիություն ունի, չունի, դա Տիկին Ղումաշյանի սրտի պորտկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն, բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։
Մայրաթորը հայտարարություն է տարածել, շեշտելով, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց եկեղեցու նշանակած եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև զինված ուժերում և կրթական ոլորտում։ Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովական ծառայությունը, այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն, նշված է հայտարարությունում։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և խստագույնս դատապարտելի։ Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց եկեղեցու կարևոր առաքելությունը, միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հորդորում է Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։